Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել միայն այն հանգամանքին, որ հիմա Հայաստանի կառավարությունը եւ իդեմս կառավարության նաեւ ժողովուրդը ըստ էության մասնաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մասնաբաժին ունի Ամուսարի հանքում եւ սա շատ կարեւոր է։ Էլ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք բյուջետային համակարգի մասին օրենքում շատ կարեւոր փոփոխություն արեցինք ազդակիր համայնքներին հանքարդյունաբերության ոլորտի ռոյալթիներից 2% մասհանման մասին։ Սա ինչ որտեղ կարող է սիմվոլիկ թվալ, բայց կարևորը մեխանիզմի ներդրումն է, որովհետև այդ մեխանիզմը հնդածս ինքը նաև կզարգանա եւ ուզում եմ ընդգծել նաև հետեւյալը, տեսեք 2018-ից 2025 թվականներին նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2000 այսինքն նախորդող 7 տարվա համեմատ պետական բյուջեի կատարած վճարումները ավելացել են շուրջ 148%, այսինքն կրկնակիից ավելացել են։ Սա նաև այստեղ խնդիրը միայն այն չէ, որ հասկանում եք, որ կառավարությունը պետական բյուջե եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջեի եկամուտները ավելացնում են։ Սա շատ կարեւոր է մարդկանց մոտ այդ գիտակցումը կենթանացնելու եւ սերմանելու համար, որ ընդերքը ժողովրդին է եւ ժողովուրդը եւ պետությունը ավելի մեծ օգուտներ է ստանում այդտեղից։ Ի վերջո այդ վճարումները դառնում են ճանապարհներ, այդ վճարումները դառնում են դպրոցներ, այդ վճարումները դառնում են մանկապարտեզներ, այդ վճարումները դառնում են անվտանգություն եւ այլն եւ այսպես շարունակ, եւ ես շատ կարեւոր եմ համարում այս հանգամանքը եւ ուզում եմ ընդգծել նաեւ, որ մենք 2018 թվականից շատ քննարկում ենք, առայժմ ավելի շատ քննարկում ենք մեր հանքարդյունաբերության համապատասխանությունը լավագույն միջազգային բնապահպանական ստանդարտներին։ Էս էլ է խնդիր, որ մենք իհարկե չեմ կարող ասել, թե ոչինչ չենք արել այս ընթացքում, բայց նաեւ հաստատված ավանդույթները կամ մշակույթը փոխելը հեշտ գործ չի։ Մենք պետք է սա հասկանանք, բայց մյուս կողմից պետք է նաև առերեսվենք այն խնդրի հետ, որ սա առաջնահերթություն է, որովհետև շրջակա միջավայրի նկատմամբ հոգսը շատ էական է, մանավանդ հիմա, մանավանդ այս շրջանում, մանավանդ սիմվոլիկ առումով, երբ մյուս տարի Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության COP17 համաշխարհային գագաթնաժողովը, եւ ես կարծում եմ, որ եւ հույս ունեմ, որ ֆորումի օրակարգում, որ ինչպես հասկացա ամենամյա է լինելու, այս հարցերը նույնպես կընդգրկվեն։ Եվ իմիջի առումով ես շատ կարեւոր եմ համարում նաեւ, որ մենք ի վերջո արձանագրենք մի կարևոր հանգամանք, որը մեր հանրային ուշադրությունից դուրս է մնում, որտեղ հանքարդյունաբերությունը գիտելիքահեն ոլորտ է։ Եվ երբեմն մենք այս ակնհայտ փաստը չենք նկատում, որովհետև հանքարդյունաբերությունը, առավել եւս արդյունավետ հանքարդյունաբերությունը ինքը պահանջում է բարձր որակի մասնագետներ։ Ընդ որում ոչ մի ուղղության, բազմաթիվ ուղղություններով բարձր որակի մասնագետներ։ Ընդ որում բարձր որակի ինժեներներ, քիմիկոսներ, գեոդեզիստներ, երկրաբաններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես նկատի ունեմ հանքարդյունաբերությունը կրթության լոկոմոտիվ է, հանքարդյունաբերությունը նաեւ տնտեսության լոկոմոտիվ է, որովհետեւ հանքը շահագործելու համար բազմաթիվ այլ տնտեսվարողներ են աշխատում եւ բազմաթիվ այլ գործունեության ձևեր են զարգանում։ Եվ ես պարզապես ուզում եմ, որ մենք նաեւ ուշադրություն հրավիրենք այս փաստի վրա, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի ներսում
մարդկանց մասնագիտական կարիերա անելու շատ մեծ եւ շատ լավ հնարավորություններ է տալիս եւ ինչքան մենք բարձրացնենք մեր հանքարդյունաբերության ստանդարտը, այնքան ավելի կմեծանա բարձր որակավորման մասնագետները։ Բայց ես նկատի ունեմ ոլորտում նաեւ բարձր որակավորման արհեստավորների մեծ պահանջարկ կա։ Բարձր որակավորման բանվորական ուժի որակավորված բանվորական ուժի մեծ պահանջարկ կա եւ այլն եւ այդպես շարունակ եւ ուզում եմ ընդգծել հանքարդյունաբերության սոցիալական կողմը նույնպես որտեղ մարդիկ կարող են իրենց աշխատանքով բարեկեցության ավելի բարձր մակարդակ ապահովել եւ այս իմաստով ես շատ կարեւորում եմ հանքարդյունաբերության ոլորտի շուրջ խոսակցությունը եւ երկխոսությունը։ Ես համոզված եմ, այդպես էլ կա, խոսակցությունը պետք է լինի ինչ անել, որպեսզի մեր երկրում հանքարդյունաբերությունը համապատասխանի ավելի բարձր ստանդարտների։ Նույն թեկուզ միավոր հանքանյութից մետաղի կամ օգտակար նյութի կորզման տոկոսի հետ կապված սա լրջագույն մի թեմա է, որ արդյունավետությունը հենց դրանով է որոշվում, որովհետև մենք ուրիշ խնդիր էլ ունենք։ Ես համոզված եմ, որ տեխնոլոգիաները մի X պահի զարգանալու են նաև միջև այդ կետը հիմա էլ չնայած այդ առումով համոզված եմ զարգացումներ կան, դեռևս նախկինում մեր կուտակած պոչերի վերամշակման այդ գործընթացին էլ մենք պետք է հասնենք եւ ես համոզված եմ, որ այդտեղ էլ որոշակի տնտեսական պոտենցիալ կենտրոնացած է եւ մենք այդ պոտենցիալը պետք է անպայման կարողանանք օգտագործել։ Շատ կարեւոր եմ համարում նաեւ հանքարդյունաբերության ոլորտում մի հաջորդ ռազմավարական խնդիր, որի շուրջ նույնպես ոլորտը եւ կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավորություններ գտնեն եւ այստեղ արդյունաբերության շղթան երկարացնելու մասին։ Իրականում մեզ համար մեծագույն խնդրեմ է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել, մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ մենք հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք եւ դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, դա նշանակում է լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, դա նշանակում է լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան։ Իհարկե մենք քննարկել ենք եւ քննարկում ենք եւ ես հույս ունեմ, որ առաջիկա գործընթացները այդ թվում տարածաշրջանային ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը այս առումով, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների տրանսպորտային սպասվող բացումը, որը առաջիկայում անպայման տեղի կունենա, նոր հնարավորություններ է բացելու մեզ համար այս ոլորտում։ Եվ պիտի այստեղ նաև մեր գործընկեր նախարարների ուշադրությունը հրավիրեմ եւ նաև ոլորտի հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև այո, պղնձի հանքաքարի արտահանումը մեր երկրի համար իհարկե մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Հայաստանում պղնձաձուլարանի արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա, բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում, պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պղնձի արտադրանքը կամ այն արտադրանքները, որի մեջ պղնձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ եւ ներդրումներ նույնպես լինեն, նույնը վերաբերում է ոսկուն եւ սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարեւոր է։ Եվ նաեւ վերջին հանգամանքը, որը կուզենայի ընդգծել, չնայած ոլորտը այնքան տարողունակ է, դեռ երկար կարելի է տարբեր խնդիրներ թվարկել, ես ուզում եմ վերադառնալ մեր ընդերքի ուսումնասիրության անհրաժեշտության թեմային, որովհետև գիտեք այն գիտելիքը,
որը մենք ունենք մեր ընդերքի վերաբերյալ, ըստ էության հիմնված է խորհրդային միության ժամանակ կուտակված տեղեկատվության վրա, այն ժամանակ իհարկե ահռելի աշխատանք է արվել եւ իհարկե այդ աշխատանքը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, բայց ընդերքի ուսումնասիրության տեխնոլոգիաները նույնպես փոխվել են եւ հիմա շատ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կան եւ այստեղ էլ մենք մեր միջազգային գործընկերների հետ պետք է քննարկենք Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը, ել չեմ ասում, որ հիմա ճիշտ է, պղնձի մասին խոսվեց, ոսկու մասին խոսվեց, ավանդական ուղղություններ, որ մարդկությունը հազարամյակներ այդ գործով զբաղվում է, բայց հիմա նոր ոլորտներ են բացվում։ Այդ թվում հազվագյուտ մետաղների ոլորտը, որը շատ մեծ տեմպերով զարգանում է կամ առնվազն շատ մեծ տեմպերով հետաքրքրությունն է աճում։ Այստեղ ծավալների առումով ֆիզիկական ծավալների առումով գուցե թե մեծ չի կարող լինել կամ մեծ չի լինի արդյունահանումը, բայց պահանջարկը եւ տեխնոլոգիական արտադրանքում դրանց անհրաժեշտությունը ակնհայտ է դարձնում, որ այստեղ էլ լրջագույն ներդրումների պոտենցիալ կա եւ կարծես թե բոլոր նախնական գնահատականները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այս առումով հսկայական անելիք կա։ Հարգելի գործընկերներ, իսկապես ես շատ կարևորում եմ այս ձևաչափը, որովհետև տեսեք, այն ինչ որ ես ոչ մասնագիտական գիտելիքով եւ տպավորություններով ներկայացրեցի, դա արդեն հսկայական ծավալի աշխատանք է, պատկերացրեք, այստեղ էս ամեն ինչի մասին խոսի ոլորտի փորձագետը, այդ կնշանակի, որ այս ձևաչափերով նկատի ունեմ քննարկումների ձևաչափում շատ երկար օրակարգ կա, շատ մեծ օրակարգ կա եւ ես ուզում եմ հավատալ, որ հանքարդյունաբերության ֆորումը կդառնա այն պլատֆորմներից մեկը, ով ոլորտի համար, հանրության համար եւ կառավարության համար կգեներացնի այս հարցերի պատասխանները, որովհետեւ այդ հարցերին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալը եւ հնարավորինս ճշգրիտ եւ արդյունավետ լուծումներ առաջարկելը այդ նշանակում է Հայաստանի զարգացման տարբեր մակարդակներ, այսինքն այս ձևակերպված հարցերի պատասխանների պրոֆեսիոնալիզմից, ճշգրտությունից ու արդյունավետությունից եւ այդ պատասխանների կիրառման եւ ներդրման արդյունավետությունից կախված է թե Հայաստանը զարգացման ինչ մակարդակ ունի։ Ուշադրություն եմ հրավիրում ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, սկսած կրթությունից, շարունակած տնտեսությամբ, շարունակած հանրային հարաբերություններով, շարունակած շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած վերաբերմունքով եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես պետք է նաեւ մի խոստովանություն անեմ, որովհետեւ տենց հեղափոխությունը ինքը ունի իր տրամադրությունը, իր էներգիան, իր տեմպը 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո իհարկե մեր տրամադրությունն ու տրամադրվածությունն այն էր, որ մենք այստեղ շատ արագ արդյունքների պետք է հասնենք, նույն շրջակա միջավայրի ստանդարտների բերումով, բայց ժամանակի հետ ակնհայտ է դառնում, որ կան տեղեր, որ արագ արդյունքի հասնելը պարզապես հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի, եթե ամբողջ հանրապետությունը գործը թողնի եւ զբաղվի միայն դրանով, միևնույնն է արագ արդյունքի հասնել հնարավոր չի եւ այդ թվում այստեղ է, որ ես ուզում եմ մեջբերել այն արտահայտությունը, որը վերջերս հաճախ եմ մեջ բերում, այդ արտահայտությունը հետեւյալն է, արագը դանդաղն է, բայց առանց ընդհատումների եւ հանքարդյունաբերությունը այն ոլորտն է, որտեղ մենք պետքա առանց ընդհատումների, այսինքն հետեւողականորեն աշխատենք եւ այդ հետեւողականությունն է, որ բավարար արագությամբ կբերի այն էֆեկտների, որը մենք ուզում ենք տեսնել։ Եվ իհարկե այս բոլոր հարցերը կառավարության
առաջնահերթությունների շարքում են եւ նման հարթակներում ձևավորված մտքերը, գաղափարները, նախագծերը, լուծումները հույս ունեմ եւ համոզված եմ, որ կծառայեն այդ թվում կառավարության համայնքում առավել արդյունավետ քաղաքականություններ բարելու գործին։ Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում ֆորումի աշխատանքներին։